Հրապարակը գրում է. ԲՀԿ-ի ձայները գողանալուց եւ խորհրդարանում 3/5 ձայներ ապահովելուց հետո էլ, ինչպես հայտնի է, ԿՊ-ն ունի սահմանադրական մեծամասնություն եւ չի կարող այս թվակազմով հաջորդ խորհրդարանում սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշում կայացնել։ Բայց քանի որ Փաշինյանը պարտավորություն է ստանձնել Ադրբեջանի նախագահ Ալիևի առջև ընտրությունների թանակը չչորացած, սկսել է առաջին քայլերը։ Իշխող թիմում մտադիր են 300,000 քաղաքացու ստորագրություն հավաքել եւ նախագիծը մեխանիկորեն դնել հանրաքվեի։ ԿՊԱ-ականներ Ալխազ Ղազարյանը, Արուսյա Գջուլհակյանը, Վահագն Ալեքսանյանն ու Հասմիկ Հակոբյանը խորհրդարան են ներկայացրել օրենսդրական փաթեթ, ընտրական օրենսգրքում եւ հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների մասին, առաջարկելով սահմանադրական հանրաքվեների ժամանակ ընտրության իրավունք տալ միայն հանրաքվեին նախորդած 48-րդ օրվա դրությամբ Հայաստանում մշտական բնակություն ունեցող քաղաքացիներին, ավելի ճիշտ 1 տարվա ընթացքում առնվազն 183 օր Հայաստանում փաստացի բնակվողներին։ Այս փոփոխության նպատակն այն է, որ չտապալվի Ալիևի գլխավոր առաջադրանքը։ Բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեների պարագայում հատուկ շեմ է սահմանված։ Սահմանադրության 207-րդ հոդված։ Հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների 1/4-ը։ Այսինքն մոտ 650,000 կողմ քվե է հարկավոր, որ հանրաքվեն անցած համարվի եւ սահմանադրությունն ընդունվի։ Այս քայլով իշխանությունն իջեցնում է ընտրողների քանակն ու ըստ այդմ ոչ թե 650,000 կողմ է անհրաժեշտ լինելու, այլ շատ ավելի պակաս։ Ալիևյան սահմանադրությունն անցկացնելու պարագայում ոչ միայն աշխարհի ծայրերից կարող էին գալ Հայաստան եւ ոչ ասել այդ սահմանադրությանը, այլև ուղղակի կարող էին բոյկոտել եւ տապալել դրա ընդունումը։ Սահմանադրական հանրաքվեն միակ դեպքն է, երբ քվորումի խնդիր կա եւ 650,000 կողմ ձայն ստանալն էլ հեշտ գործ չէ։ Իսկ սահմանադրական հանրաքվեն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեին մասնակցած քաղաքացիների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 1/4-ը 25% է։ Այս ընդհանուր թիվն են պակասեցնում այժմ։ Փաստը գրում է. հունիսի 7-ից հետո Հայաստանում ամենից նկատելի կերպով փոխվել է միայն այն, որ ընդդիմադիր լիդերների ու ոչ միայն լիդերների դեմ հաշվեհարդարի նախընտրական սպառնալիքները սահուն դարձան հետընտրական սպառնալիքներ ու քաղաքական հետապնդումներ։ Գիտեք, Փաշինյանը կամ իր դատախազությունը դիմել էր ԿԸՀ Հայաստան դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև Դավիթ Ղազինյանին, ուժեղ Հայաստանից ու եւս 3 անձի անձեռնմխելիությունից զրկելու եւ նրանց դեմ քրեական վարույթ իրականացնելու թույլտվության համար։ ԿԸՀ-ն բնականաբար բավարարեց միջնորդությունները։ Ով էլ կասկածեր, բայց ինչն է հատկանշական, դատախազությունը եւ այլ կից իրավապահ կառույցները այնքան են խառնված, որ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները ամեն գնով կատարելու համար գնացել 22 տարի առաջվա ինչ-որ գործարք եւ կառավարության որոշում են պեղել։ Հասկանալի է, որպեսզի դա օգտագործեն Քոչարյանի դեմ։ Այսինքն բերել են մի բան, որի բոլոր հնարավոր վաղեմության ժամկետներն են անցած եւ որի մեջ կրիմինալ բովանդակություն էլ չկա, ինչպես նշում են փաստաբանները։ Դատարկություն էլի։ Ընդհանրապես այս ամբողջ հակաիրավական վակխանալիան շատ ծիծաղելի կլիներ, եթե երկիրն ու հասարակությունը նման վիճակի մեջ չլինեին։ Եվ այն, որ այս ամենը փուչիկ աղմուկ է, շոու, մեկ անձի պատվեր, ամենից ուժեղ վկայում է հենց նույն Փաշինյանի երեկվա ծայրահեղ անհավասարակշիռ վիճակը, ջարդելու, ջախջախելու ու նման բաների մասին արտահայտություններով, մարդկանց փողոց ելնելու, հեղափոխություն անելու կոչերով։ Եթե մարդիկ փողոց ելնեն էլ, ապա հաստատ ոչ Փաշինյանի կոչերով ու բոլոր միջոցներով ջարդուխուրդ անելու նրա սպառնալիքների պայմաններում։ Մարդիկ փողոց ելել են, առնվազն 730,000 մարդ գնացել եւ քվեարկությամբ մերժել է ԿՊ-ին։ Հրապարակը գրում է. արդեն տևական ժամանակ է Ռուսաստանն արգելել է Հայաստանից պտուղ բանջարեղենի ներմուծումն իր տարածք։ Իշխանական շրջանակները փորձում են կրկին խաբել մարդկանց, թե ռուսական արգելքները շրջանցելու ուղիներ են գտել։ Բացի այն, որ մի քանի ֆուր մթերք է ուղարկվել տարբեր երկրներ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհել են գտել։ Իշխանական միջանցքներում բարձենում են, թե հայկական ելակը տանում են Վրաստան եւ այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։ Իդեպ նշվում է, որ այդ այլընտրանքային ճանապարհից բոլորը չէ, որ օգտվում են։ Թերթին ասել են, որ այդ ուղին աշխատում է Տիգրան Ավինյանի ընտանիքի հետ կապվող ջերմոցների ելակի արտահանման համար։ Իդեպ Արարատյան դաշտաբայրում արդեն սկսել են ծիրանի խաղը։ Երեք ասել են, որ Սուրենավան եւ Արմաշ գյուղերում, որտեղ առաջինն է հասնում հայկական ծիրանը, գյուղացիները փաստի առաջ են կանգնել, ամեն տարվա պես արտահանում չկա։ 1-2 ֆուր է միայն գյուղ մտել եւ բերքը գյուղացուց գնում են աննախադեպ ցածր գներով։ Հրապարակը գրում է, որոշ տեղեկություններով ռուսական գազի թանկացման պարագայում Փաշինյանի ընկերն ու դաշնակիցը դարձած Իլհամ Ալիևը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին, մենակ չթողնել կրտսեր ընկերոջը։ Սխեման լինելու է այսպիսին. Ադրբեջանը գազը գնելու է Ռուսաստանից եւ համեմատաբար էժան տրամադրելու է Հայաստանին։ Իսկ թե ինչպես է դա իրականացվելու, տեխնիկական մանրամասների վերաբերյալ թերթի աղբյուրները լռում են։ Միայն ենթադրում են, որ գազի գնի էժանացումը հավանաբար սուբսիդավորելու է Ալիևը։ Այդ համատեքստում լարվել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները,
քանի որ Ռուսաստանի իշխանությունները նման տրանզիտ գործարքին վատ են վերաբերվում։ Հայաստանի իշխանությունները սիրով ռուսական ազդեցությունը կփոխարինեն թուրք-ադրբեջանականով։ Թերթը նշում է, որ իշխանական եւ մերձիշխանական շրջանակները չեն էլ թաքցնում, որ գազի ներկրման հարցում այլընտրանքը կարող է լինել Ադրբեջանը։ Հրապարակը գրում է. այս իշխանությունը շատ է հպարտանում ամերիկյան Firebird AI ընկերության նախագծով, հրազդանում արհեստական բանականության համակարգերի տվյալների մշակման կենտրոնի կառուցմամբ, ինչն ուղեկցվում է գրաֆիկական պրոցեսորների մատակարարմամբ։ Թերթի տեղեկություններով այս նախագիծը ոչ միայն հպարտանալու առիթ է տալիս, այլ նաև հատուկ դիտարկման ներքո է ուժային կառույցների կողմից։ Թերթին հասած տվյալներով ԱԱԾ-ն հաշվետվություն է ներկայացրել անվտանգության խորհրդի գրասենյակին, որտեղ նշված է, որ 2026 թվականի ապրիլից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության հարցերով ավագ խորհրդական Մեթյու Քրոուն 4 անգամ այցելել է Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոն։ Առաջին անգամ նրան ուղեկցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը։ Հետագայում Մեթյու Քրոուն կենտրոն այցելել է ԱՄՆ դեսպանության այլ աշխատակիցների հետ, որոնք դիվանագիտական պաշտոններ չեն զբաղեցնում։ Մեթյու Քրոուի վերջին 2 այցի շրջանակներում կենտրոնի տարածք է մտել նաև 2 բեռնատար, ինչ-որ սարքավորումներով, որոնք տեղադրված են եղել հատուկ հակահարվածային արկղերի մեջ։ Նման վերահսկողություն սովորաբար հատուկ ծառայությունների կողմից իրականացվում է, եթե պաշտպանական օբյեկտի մասին է խոսքը։ Փաստը գրում է, հետընտրական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։ Մի կողմից ընդդիմադիր ուժերն ցույց են դնում ընտրական խայտարակություններն ու դիմում են սահմանադրական դատարան, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Մյուս կողմից սկսել են ընտրությունների ոչ լեգիտիմության եւ նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսել նաեւ ՔՊԻ-ին կից սատելիտ ուժերն ու գործիչները։ Ընդդիմության դեպքում ամեն ինչ հասկանալի է, իսկ ինչ են ուզում նշյալ միավորները։ Եթե հաշվի առնենք, որ նրանք 8 տարի է տեղավորված են Նիկոլ Փաշինյանի ու ՔՊԻ դիրույթում, պետք է ենթադրել, որ նման մթնոլորտ ձևավորելը ձեռնտու է հենց իշխող քաղաքական ուժին։ Հասկանալի է, որ այդ սատելիտները վիճարկում են ոչ թե կեղծված ընտրությունները, ոչ թե մանդատագողության փաստը, այլ ընդդիմության ներկայացվածությունը ազգային ժողովում, իբր ընդրակաշարքների փաշինյանական կեղծ թեզերով։ Հիմա շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ սրանով հող է նախապատրաստվում պատեհ պահի նոր ընտրություններ անցկացնելու համար։ Սա դա անակնկալ որոշմամբ, թե հետագայում արտահերթ կարևոր չէ։ Նման եզրահանգման համար հիմք են հանդիսացել այն քայլերը, որոնք իրականացնում է Փաշինյանը, ընդ որում հապշտապ դեռ ԿԸՀ որոշման թանակը չչորացած։ Դրանք ուղղված են առաջիկա ընտրություններին, իսկ եթե Փաշինյանը նոր ընտրությունների չի գնում, ինչու է այսքան շտապում։ Խոսքը մասնավորապես կես տարի Հայաստանում ապրածներին ընտրելու իրավունք տալու նախագծի մասին է եւ ոչ միայն։ Զուգահեռաբար Փաշինյանն ու իր ԿՊԱ-ականները խոսում են ընդդիմադիր ուժերը փակելու, ընդդիմադիրներին նստեցնելու մասին։ Այսինքն ստացվում է, որ Փաշինյանը շտապում է ձերբազատվել հիմնական ընդդիմադիրներից, ստեղծելով անձնական այնպիսի պայմաններ, որոնք չեն խանգարի իրեն եւ գնալ նոր ընտրությունների։